Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը ընդունելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը, միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ, հայտարարել է փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Անդրադառնալով Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, դիվանագետը վերստին ընդգծել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը նկատել է իրականում մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Բաքվից էլ կրկին առաջ քաշելով Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ երրորդ ուժերին սահմանից հանելու նախապայմանները, Երևանին կոչ են արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, նշելով մեջբերում այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, իսկ այն բաց թողնելը ըստ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանի սխալ կլինի։ Գյումրիում խուզարկություններ են տեղական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր Մայր Հայաստան եւ Մեր քաղաքը ուժերի գրասենյակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեն միաժամանակ հայտնեց, թե քրեական վարույթներ է հարուցել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով։ Իրավապահները սակայն չեն նշում, թե որ ուժի կամ ուժերի օգտին է ընտրակաշառք տրվել։ Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով նախորդին Փարիզում հանդիպել է Ուկրաինայի նախագահին։